Նյու Յորքի դատարանում տեղի ունեցել Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործի քննությունը, որի ընթացքում նա չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ Մադուրոն դատարանում խոսել է իսպաներեն եւ հայտարարել, որ իրեն առևանգել են։ Նրա խոսքով ինքը Վենեսուելայի գործող նախագահն է եւ համարվում է ռազմագերի։ Նրա կինը Սիլիա Ֆլորեսը ներկայացել է որպես Վենեսուելայի առաջին տիկին եւ հայտարարել է իր բացարձակ անմեղության մասին։ Դատարանում նախագահական զույգը ներկայ է եղել մուգ գույնի բանտային հագուստով։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլակը նշել է, որ Վենեսուելայի նախկին նախագահը այս պահին չի դիմում գրավով ազատ արձակվելու խնդրանքով։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սիլիա Ֆլորեսի պաշտպանը։ Բացի այդ, Փոլակը նշել է, որ Մադուրոն ունի առողջական որոշ խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն։ Սիլիա Ֆլորեսի պաշտպանն էլ հայտնել է, որ նրա պաշտպանյալը ձերբակալության ընթացքում ստացել է լուրջ վնասվածքներ, հնարավոր է ունի կոտրվածք եւ ուժեղ կապտուկներ կողոսկրերի շրջանում։ Վենեսուելայի նախագահի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։